Նման կուսակցության թիրախավորումից հետո ԲՀԿ-ն չկարողացավ անցնել ազգային ժողով, հիմա Սահմանադրական դատարանը ըստ ձեզ ուղի սխալը թե ոչ։ Ախ, ԲՀԿ-ն մեկ ուղում անցավ ազգային ժողով, Բարգավաճ Հայաստանից գողացան ազգային ժողով լինելու իրավունքը, բայց նույնիսկ Բարգավաճ Հայաստանի մեջ չի խնդիրը, այլ 60,000 քաղաքացիների շուրջ, որոնց ընտրական իրավունքի գռեհիկ ոտնահարում է։ Սա մեկ, երկրորդը ես 95 թվականից ընտրական պրոցեսների կաջացանող մարդ եմ, 96 թվականից Սահմանադրական դատարան վիճարկումներ են եղել, գրեթե բոլոր ընտրությունները կապ։ Իհարկե նման մասշտաբի վիճակում աննախադեպ է, երբեք չի եղել, որովհետև հիմա դուք գիտեք, որ տարբեր սեգմենտների 7 ուժեր բողոքարկել են, եւս 3-ը չեն բողոքարկել, բայց ընտրությունները լեգիտիմ չեն համարում, ՀԱԿ, Լուսավոր Հայաստան, ԱԺԲ, այսինքն սա խոսում ընտրական ինստիտուտների նկատմամբ տոտալ անվստահության մասին։ Իրավական բոլոր հիմքերը կան, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու նրա անդամները Վագն Հովհաննիսյանին չդառնան։ Բայց ես իհարկե չեմ հավատում։ Սա որ դարձան դատարանը, ասում եմ, չեմ հավատում, որ չեն դառնա Վագն Հովհաննիսյան կամ Նիկոլ Փաշինյան։ Դրա համար մի անգամ է Սահմանադրական դատարանը մի փոքր շեղում տվել իրան մեր պատմության մեջ 2003 թվականի նախագահական վիճակից թեև մերժեց ընդդիմության հայցը, բայց որոշեց, որ մի տարի հետո իշխանությունները վստահության հանրակրթ կյանեն, այդ մի տարին էլ քիթներից եկավ, այդ լղոզված ձևակերպման պատճառով բախումներ եղան, օրինակ ես էլ կալանավորվեցի մի քանի ամսով եւ այլն։ Ես լավատես չեմ, հույսեր չունեմ, ես ավելի շատ հակված եմ ենթադրել, որ այս 9-ն էլ այն 7-ի պես հանցագործներ կդառնան Այդ դեպքում իշխանության երկրածին։ Այդ դեպքում քաղաքական ուժերը ինչու իրենց քաղաքական պայքարի առանցքը տեղափոխեցին Սահմանադրական Բայց ինչ մի անեին, իրավական գործիքակազմով դե ամբողջը օգտագործենք, Հետո որովհետև մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից չի բացառվում, որ վիճարկումներ լինեն նաև մարդու իրավունքների կատարվածքով եվրոպական ակցիաներից, դրա համար պետք է սպառել ամբողջ զինանոցը։ Սա մեկ։ Երկրորդը անկախ նրանից ՍԴՄ բավարարելու է թե չէ, մենք լրիվ օրինական եւ իրավական հիմքերով դիմել ենք ՍԴՄ։ Մենք դիեն կանխավարկածով չառաջնորդվենք, որ իրենք բավարարելու են թե ոչ։ Շա սա է մարդկանց համար կամ իրավունքի օրենքի դաշտում կդառնան կամ Նիկոլ Փաշինյանի գրպանի տուզիկները կդառնան։ Հիմա իրանց ընտրությունն է, ինչ ընտրություն։ Պարոն Սուրենյան, ինչ եք կարծում, ընդդիմությունը վախենում է իշխանությունից, որ փողոց դուրս չի գալիս, թե վախենում է, որ մարդիկ չեն հավաքվի։ Ինչ է նշանակում իշխանությունից վախենալ։ Որ տանեն ձերբակալեն, քրեական գործեր Գիտեք, առանց դուրս գալու էլ տանում են, ձերբակալում են, ունես զրկում են, ամեն ինչ էլ անում են։ Այսինքն եթե դրան նայես, մի հատ մարդու հետ գործ ունես, որ ինչքան հանգիստ մնաս, այնքան ավելի շատ է նստացնելու, ունես զրկելու, ամեն ինչ էլ անելու։ Գիտեք, հեղափոխական վիճակ չի երկրում, եկեք շատ անկեղծ լինենք, հիմա պետք չի էլի, մենք մեզ պատրանքներ ստեղծենք, հետո այդ պատրանքներով ժողովրդին կերակրենք, հետո խաբենք ժողովրդին, հիասթափեցնենք։ Երկրում հեղափոխական սցենար չի։ Իշխանությունը կարող է փոխվել 1-ից 1.5 տարվա կտրվածքով, հիմա ընդդիմությունը պետք է ստեղծի ակցիոնարի համակարգեր այդ խնդիրը լուծելու համար։ Պարոն Սուրենյան, որ նշում եք զինանոցը պետք է ըստ էության սպառել, չեք կարծում եք, որ այդ զինանոցը սպառելու հետ մեկտեղ սպառվելու է նաև ժողովրդի էներգիան, որովհետև այլ բան է հենց ընտրությունների հաջորդ օրը կուտակված էներգիան, այլ բան է, որ 1 ամիս հետո կամ 2 ամիս հետո փողոցում ինչ-որ քաղաքական պայքար կեներ։ Եթե հեղափոխական ընդդիմություն լիներ, օրինակ, գիշերը ժամը 2:20 ամսի 7-ին փողոց կաներ ժողովրդի, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնացել է իշխանության ուղղված։ Իսկն ԲՀԿ-ն էլ հեղափոխական։ Ասում եմ, ընդհանրապես հիմա Հայաստանում հեղափոխական ընդդիմություն չկա, սա քննադատություն չի։ Փաստ է։ Բնույթով այս ընդդիմությունը փոփոխության ձգտում է, բայց հեղափոխական չի։ Ես եղել եմ ընդդիմադիր հարթակներում, որոնք պատճառը իսկապես էլ ինչն է պատճառը, որ վերջի պահին զատնի են դնում։ Զատնի չեն դնում։ Ես այդ գնահատականը ինքնա այդ զատնի դնել, գազ տալ բան, այդ տերմինները ընդդիմության համար զատնի դնող չկա, որոնք էլ պայքարում են, եթե պայքար չլներ, այս հետապնդումներն ու բաներն էլ չեն լինի։ Պարոն Սուրենյան, այդ հետապնդումների համատեքստները
ասում եք արդյունավետ մեխանիզմներ ստեղծել։ Համակարգեր։ Հիմա արդյունավետ համակարգեր առանց այն անհատների, որոնք ի վիճակի են իրենց ռեսուրսները ներդնել։ Զոր օրինակ ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին փորձում են մեկուսացնել, կամ փորձում են մեկուսացնել այլ քաղաքական ուժերի ակտիվ դերակատարներ։ Ինչպես է հնարավոր Ձեր հարցի ենթատեքստը լրիվ հասկացա։ Ուրեմն հետ սովետական ավտորիտար տարածքում, կարգի երկրում, այդ փոշոր կապիտալի կրողները ձեռնոց են դրում իշխանության ու լավ են։ Պիտի պատրաստ լինեն տարբեր սցենարներ։ Ուրեմն ստեղծված իրավիճակներում իմ հարգարժան ավագընկերը պարոն Ծառուկյանը, մեր մյուս խոշոր սեփականատերը Սամվել Կարապետյանը մի հատ հստակ գիտակցություն ունենան եւ ես կարծում եմ ուներ այդ գիտակցությունը, իրենք կամ պիտի ռեսուրսներ դրեն արդյունավետ համակարգեր ստեղծելու մեջ շատ արագ, կամ պիտի նկատի ունենան, որ եթե այդ չեն անում, ռեժիմը մեկը գրոհել է իրենց վրա միջև վերջ։ Այսինքն այդ հարցին տիրույթում չի ես, բայց իմ պատասխանը հստակ ասում եմ։ Կամ իրանք պիտի ռեսուրս դնեն քաղաքականության մեջ եւ հասնեն հաջողության, կամ էլ պիտի պատրաստ լինեն, որ այս ռեժիմը իր պարագիխով միջև վերջ լինի։ Հեղափոխական առաջնորդը միայն հեղափոխական առաջնորդից է կապված, ձեր նախընտրական շրջանում ցույց տված սխալների շեշ, որ ժողովրդի հետ չեք խոսել։ Բազմաթիվ սխալներ են կարել, ես մեր ժողովրդից ներողություն եմ խնդրում սխալների համար, անձամբին եւ կարծում եմ ճիշտ կանի ամբողջ ժողովրդին։ Մենք անպիտան ենք եղել, եթե չենք կարող, այսինքն բավարար պիտանելություն չենք ունեցել, եթե այս իշխանությունը պահպանվում է։ Եվ իսկապես ընդդիմությունը խնդիր ունի անկեղծ կոմունիկացիայի միջոցով ժողովրդից նաև իր սխալների համար ներողություն խնդրի։ Կարող եք չգիտենք, որ Նիկոլ Փաշինյանը մայր Թերեզա չի։ Նիկոլ Փաշինյանը պիաներեն ինչ-որ արել է։ Բնականաբար մենք բավարար չափով չենք կարողացել պատրաստ լինել համարժեք պատասխան իշխանությանը տալու, բայց այդ չի նշանակում պայքարը պետք է հիմա դադարեցնել։ Եթե պատրաստ չենք եղել, սխալներ ենք արել, անշուշտ ինչի համար պետք է ժողովրդի ռեվոլյուցիոնը հայցենք, հակառակ պարագայում հասարակությունը իրավունք ունենա մեր անկեղծությունը չհավատալ։ Պարոն Սուրենյան, Արման Աբովյանը ձեզ հետ է։ Խոսում է։ Ասում է հերիք է։ Ասել է։ Միշտ էլ քննարկումներ լինում են, միշտ էլ համոզված եղեք, որ մենք արդյունավետ համակարգ Շնորհակալություն։ գտնել կարող ենք։